գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Հա Ջոն արևս Ոնց ես Լավ պապ ջան Բայց այդ հարցել մի տուր էլի արդեն վատ եմ զգում այդ հարցից Հաստատ լավ ես Հա Այսօր թևս ուժեղ ցավում էր հետո ցավազրկող խմեցի թուլացավ Բայց դու այդքան մի նեղվի Երկու օրից լավ կլինեմ Արփի Դու ախր շատ լավ ես մեքենա քշում չեմ կարողանում հասկանամ ոնց ես այդպես փորձանքի մեջ ընկել Ես էլ չհասկացա ոնց եղավ պապ Լավ արի դու մի հատ մանրամասն պատմի ինչա տեղի ունեցել փորձենք հասկանանք հա Դե ես Ալեքին չի ուզում նեղություն տայի որոշեցի ես քշեմ մեքենան նստեցի մեքենան ու շատ չի հեռացել տնից Հետո սկսեց մի տեսակ չի ենթարկվել ինձ մեքենան Այսինքն ինչա նշանակում չի ենթարկվել Հենց տենց պապ Փորձում էի արգելակել, բայց չէր ստացվում Չգիտեմ, լավա դանդաղ էի քշում, չգիտեմ ինչ կլիներ Զարմանալի է, որովհետև պապիկ իր մեքենային շատ ուշադիր է Չեմ կարծում, որ մեքենայի վրա ինչ-որ անսարք մաս լինի Լավ դու սրանից հետո ուր որ գնալու լինես Ալեքին կասես թող քեզ տանի Փաստորեն Այս պահից իմ կյանքը պաշտոնապես վստահված է պապիկի վարորդին, հա? Չես սիրունս Ես քո կյանքը վստահել եմ Աստծուն Բայց ավելի հանգիստ կլինեմ, որ քեզ Ալեքը տանի բերի Թեկուզ ինչ-որ մի ժամանակ Լավ Ինչ-որ ժամանակ, պապ Գիտես ես մեքենա քշել այդքան էլ չեմ սիրում, բայց պարտադրված բաներ էլ չեմ սիրում Ես Ալեքին կզգուշացնեմ, որ քեզ մենակ չթողնի Լսում եմ Քնից Սարոմյանն է հարմար է, երկու բառ խոսենք Հա, իհարկե, լսում եմ Հիվանդանոցից հայտնեցին, որ արդեն դուրս են գրել ձեր աղջիկան առողջությունի հետ Շնորհակալ եմ Պարոն Ադոնց փորձաքննության արդյունքներն ինձ մոտ են ու շատ մտահոգիչ է ամեն ինչ Վթարի պատճառը վնասված արգելակային համակարգն է եղել Վնասված Դե շատ բան չեմ ուզում հեռախոսով ասել, որ խնդրել եք վերակայել դրա համար եք զանգել Հա, շնորհակալ եմ Դեռ շուտ է շնորհակալության համար ուզում եմ այսօր հանդիպենք Հանանք ստանալու բան կա Հանդիպենք կհասկանանք Շատ լավ, ես կգամ Պապ Ջան Ինչ է եղել Ոչ մի բան արևս Դու մի անհանգստացի ու հանգստացի Սիրունս
Սառ ես հասել եմ իջի։ Վերև բարձացի, մինչև ես կվերջացնեմ, միասին դուրս կգանք։ Չէ, լավ է, ես մեքենայում կսպասեմ։ Ինչքան պիտի սպասես, իմ պատրաստվելը չգիտես։ Սառ լավ, արագացրու, կարող է գիտես հարսանիք են գնում։ Քեզ ինչ կա, վեր ես կենում, լվացվում ես, մազերդ սանրում ես ու արդեն սիրուն ես։ Իսկ ես մինչև տնից դուրս եմ գալիս, 1000 բան եմ անում։ Լավ դե մի խոսացրու ինձ, որ շուտ վերջացնեմ, դու էլ վերև արի։ Լավ, գալիս եմ։ Լուսե, ինչ ես լաստինում, Ռոզայի խպաստեղելը մինչև հիմա ցավում են։ Բա ինչի։ Ապերս նկարը, ինչի գցեց անի։ Որովհետև Ռոզայի համար մեկ է, այդ նկարում քո աղբերն էր, թե չգիտեմ ով։ Ապերս նկարն եմ ուզում, ես ամեն օր նայում եմ այդ նկարին, որ հանկարծ չմոռանամ։ Մի լաց եղել, ես ոնց որ թե գիտեմ, որտեղ կարագցած լինի այդ նկարը։ Հա։ Հա, բայց վստահ չեմ, որ այնտեղ կլինի, բայց ալի գնանք ստուգենք։ Ես չեմ հասկանում, ինչ ես խոսափում մեջ շփվելուց տարում։ Դու քեզ այնց ես սպանում, ոնց որ մենք հերոտ աղաչ ենք։ Դու շատ լավ գիտես դրա պատճառը։ Չեմ ուզում նորից սկսենք։ Ինչը չսկսենք։ Դու ինձ մեղադրում ես, ես էլ ասում եմ, որ միակ մեղավորը դու ես։ Ես ինչ արել եմ, Սարայի համար եմ արել։ Դա ինձ իր համար ճիշտ է։ Իրա համար չէ, քո համար։ Դու առհասարակ ամեն ինչ անում ես մենակ քո համար, ոնց ճիշտ գտնում ես, տենց էլ անում ես։ Սխալվում ես, Տարոն։ Ոչինչ։ Ժամանակը կգա, երևի ինձ կհասկանաս։ Ես քեզ երբեք չեմ հասկանա, կապիտան Նորիկյան։ Լավ, միջև երբ ես պատրաստվում ինչ չհասկանալ, հա։ Միջև երբ ես շարունակելու սենց։ Քեզանից է կախված։ Խոսա Սարայի հետ, պատմի իրան ճշմարտությունը։ Հիմա ժամանակը չի։ Սարան դեռ պատրաստ չի դրան։ Սարան արդեն հասուն մարդ է, ու ինքը պիտի իմանա ճշմարտությունը։ Էսա, ասում էի չէ, որ հաստատ կգտնենք։ Ահա, այդ այնց լավ պահի, որ հանկարծ Ռոզան չգտնի։ Եթե Ռոզան այս նկարը գտավ, կամ վառելու է, կամ էլ ջղելու։ Չէ, ես լավ կպահեմ։ Համել նենց կանես, որ հանկարծ մանեն էլ չգտնի։ Հա, թե չէ Ռոզային կասի։ Դե լավ, արի շուտ գնանք փող աշխատենք, թե չէ Ռոզան մեզ էլի առանց հացա թողելու։ Համել կծեծի։ Ճիշտ է, դե արի գնանք։ Իզուր սուրճ չոծեցիր, կարող է միտքդ փոխես։ Չէ, հաստատ չէ։ Ալե քննում եմ հանգիստ եղիր։ Ախր ոնց հանգիստ լինեմ։ Դուք էլ ասացիք, որ այդ արգելակները վնասված էին։ Հա, բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկը միտումնավոր արած լինի։ Բայց ես այսքան ժամանակ վարել եմ այդ մեքենան ու երբեք նման խնդրի չեմ հանդիպել։ Մերը պիտի քննիչին հանդիպեին, ինչ-որ բան կպարզվի, տեսնենք։ Այսօր ես էլ պիտի գնամ քննիչի մոտ կանչելը։ Ահա, ավելի լավ։ Դու էլ կգնաս, հաստատ ինչ-որ մի բան կպարզվի։ Պապի։ Պապի, ես ստեղ ինչ անում։ Չափը ճանաչի այդ տղա։ Ինչա, կարողա սխալ եմ ասում։ Տարոնը ճիշտ էր էլի ասում։
Որ էս իրա գործը նորմալ աներ, Արփին ղեկին չէր լինու, հիմա իրա սենյակում պարկած չէր լինի։ Կլինի հանգիստ տեղդ նստես, գլուխս վռած արդեն։ Քեզ թվում է կարամ։ Որ իմանում եմ քուրս ինչից է պրծել, գժվում եմ։ Շատ իզուր։ Դու ավելի լավ մտածի, թե ով այս ամեն ինչի հեղինակը։ Ով։ Ասենք, եթե մեքենան պապունը տա, պապդ էլ վարորդ ունի։ Դու քեզ հարց չես տալիս, թե ինչի վարորդը չի քշել մեքենան, որ Արփին է նստել ղեկին։ Նենցա ճիշտ ես ասում։ Արփինսկի իրա մեքենան չի քշում, գարաժում կանգնած է։ Հետաքրքիր է, որ պապի ավտոն քշել է։ Կամած գլխի ես ընկնում։ Այսինքն մեղավոր է այդ Ալեքն, հա։ Այդ լավ է, որ հասկացար։ Մնում է հասկանաս, թե ինչ պետք է անես, որ Արփից ու առհասարակ ձեր ընտանիքից այդ լակոտը հեռու մնա, թե չէ ով գիտի ինչ նոր փորձանքներ կբերի։ Բայց ես կարամ պապին համոզեմ, որ դրան գործից հանի։ Պապին ավելի շատ քեզ կլսի, քան ինձ։ Ամենալավ պատճառը Արփի վթարն է ու էս վիճակը։ Պապին Արփին շատ է սիրում, ու դու կողքից որ բզբզաս, հաստատ դրան կհանի գործից ռատ կանի։ Ուրեմն այդ հիմար տարոնի հանճարեղ մտքն է, հա դա։ Ինչա, կարող ես սխալ ասել։ Որ գլխումդ մի կոպեկի խելք լիներ, կհասկանայր ու այդ ապուշ խոսքերը չէիր կրկնի։ Լավ էլի, ճիշտ է իսիա, մենք է բոլորս սխալ ենք, հա։ Կլինի մի անգամ ինձ պաշտպանես, կլինի մի անգամ իմ ասածով անես։ Դու այ ապուշ լակոտ, արածը դու ասածդ պտի մի բանի նման լինի, որ ես էլ պաշտպանեմ։ Ինչդ պաշտպանեմ, հա, ես շեշտ դու ստալատ։ Դու հանգիստ խնդրում եմ, դու մի խառնվի։ Էլի ես եմ մեղավոր, որ անհանգստանում եմ գեղամ խորենիչ։ Ու ասեմ, անհանգստանում եմ քո սիրելի թորնիկի համար։ Դու այդ դատարկ գլուխ, քեզ քանի անգամ եմ ասել, խոսելուց առաջ մտածի, որ խոսքդ արժեք ունենա։ Ավելի պապի, այս անգամ մինչև վերջ գնալու եմ, ունենց եմ անելու, որ քո այս շոֆերին մեր տնից ու քո գործից վռնդենք։ Արի առաջ ընկիտեսնեմ ոնց ես իմ փոխարեն որոշում կայացնելու։ Թող ձեռս։ Առաջանցի։ Թող ձեռս, պապի։ Գնաց ձեռս թող ասում է։ Հա, ոնց ասեմ, հա։ Ոնց ասեմ Սարային ճշմարտությունը։ Ես չգիտեմ ոնց ասեմ։ Ոնց խոսեմ հետը։ Բայց զգում եմ, գիտեմ, որ ճշմարտությունն իմանալուց հետո Սարանն երբեք առաջվանա չի լինի։ Ամերիկանացը։ Թող ձեռս։ Վերջանցի։ Ձեռս թող։ Չափը ճանաչի։ Այ, պապա, ինչ ես անում, կարող է երախոս մի վնաս տաս։ Ինչ ա եղել, ինչ եք վիճում։ Ճիշտ բաներ եմ ասում, դուրը չի գալիս։ Մի հատ քնձռոտ շոֆերի բաճարով հարցակվել ա վրես։ Էս չեք։ Հետո էլ ուզում ես տունը մնամ։ Հանգստացիով բացատրի ինչ ա եղել։ Ես քո համար դասատու չեմ, որ քեզ բան բացատրեմ։ Բացատրելուց հերը տալավ, ասա թող բացատրի։ Ձնդ կտրի անդաստարակ լակոտ, սրանտես։ Զզվում եմ, ձեզնից էլ ես տնից է, սաղիցը զզվում եմ։ Մենակ հավայի հարցեր տակ ու ասեք, որ ինձ սիրում եք ու իմ մասին եք մտածում։ Դու սաղորը քո կյանքով, հերդ իրա կյանքի անկապ դասերով, մարդդ էլ չասեմ, ընդհանրապես չի գալիս տուն ու չի մտածում մեր մասին։ Մեկ չան ինչ ես խոսում։ Ճիշտ անում, աչքդ էլ հեռում ա, որովհետև ժամանակ չունեցար իրան դաստիարակեիր, այսօրը չընկնեց։ Զզվում եմ սաղիցդ, այս տուն չի արա, այս տուն չի, ստեղ մնալը առողջության համար վատ ա։ Հարեգ ուր ես գնում, հետ արի մի հատ։ Ալեք, ինչ ես անում ստեղ, ինչ ես եկել։ Դե ուզում էի համոզվել, որ լավ ես։ Համոզվեցիր։
Դե գնա։ Արփի կներես ինձ։ Ինչի համար։ Որ նեղացրել ես։ Չէ, որ դու ես իմ այն փոխարանես վիճակում։ Ալեք ուղղակի գնա, խնդրում եմ։ Լավ կգնամ, բայց դու քեզ լավ նայ, որ շուտ ոտքի կանգնես, լավ։ Շատ հոգատար ես։ Արփի ես ամեն ինչ կտայի, որ դու այս վիճակում չլինեիր։ Չգիտեմ, եթե մտքից ծերով անգամ անցներ, որ սենց կարող ամեն ինչ վերջանա, այդ բանալիները ոչ մի գնով քեզ չէի տա։ Ու ուր ուզեիր աշխարհի ծերն էլ ուզեիր քեզ կտանայի։ Ալեք սուս, ուղղակի սուս ու գնա, խնդրում եմ։ Արփի իրոք ես ամեն ինչ կտայի, որ հիմա ես լինեի քո փոխարեն։ Չեմ ուզում լսեմ քեզ։ Ինձ մենակ թող։ Լավ։ Դու պարկի հանգստացի, ես գնամ, բայց եթե զգաս ինչ-որ բան կա, որ կարող է քեզ օգնի ավելի շուտ ոտքի կանգնել, հանգիստ կարող ես ասել, ես ամեն պարագայում պատրաստ եմ օգնել, լավ։ Իսկ ինչ պետք կա ինձ պապիկիս վարորդից։ Ոչ մի բան։ Երևի ճիշտ ես։ Ոչ մի բան։ Ես էիր ուզում, պապա։ Ես ամեն ինչ արեցի, որ երեխես տանը մնա, դու ջանք չխնայեցիր, որ թողնի ու տնից գնա։ Տղատ ընդամենը առիթ էր փնտրում տնից գնալու ու գնաց։ Այդքան բան։ Եթե առիթը չլիներ, պապ ջան, երեխես տնից չէր գնա։ Կամ արժեր, որ ինչ-որ օտար վարորդի պատճառով երեխուս այդ օրը դնեիր։ Հլա տեսե, եթե դու ես խելքին ես, տղատ էլ էդ պիտի լինի։ Դե ինչ ասեմ, պապ ջան, շարունակի այդ վարորդիդ պատճառով հիմա էլ ինձ վիրավորի։ Ոչինչ, վաղ այդ լակոտը կգա, ես դրան կասեմ։ Էդ ինչ պիտի ասես։ Պիտի ասեմ, որ հեռացված աշխատանքից, պապա, որ այս տուն այլևս ոտք չդնի։ Ես նազիկը չլինեմ, թե դա չանեմ։ Չէ, դու մտածում ես ինչ ես խոսում։ Դու ոնց կարող ես մեկին գործից ազատել, որին ես եմ ընդունել։ Եվ ընդհանրապես հիշիր, իմ գլխից ոչ մեկդ վերև չեք կարող թռնել, ոչ դու, ոչ երկու այդ դատարկագլուխ տղատ, հասկացար։ Պապի ջան, հասկացա։ Տեսել ինչ վատ բառեր կան, որ երեխուս չես ասել, ասա, թող սիրտդ հանգստանա, ասա։ Տղա այդ ինչ որ պետք էր, ես արդեն ասել եմ, էլ ասելու բան չկա։ Դրան տես, անուն ազգանունը չի կարողանում, առանց տառաս խալիքերի, գալիս է իմ աշխատողի վրա մատաթափ տալիս։ Պապա, ինչ ես տենց ասում, իմ երեխեն շատ էլ գրագետ երեխա է։ Դրա համար էլ երկու բառի մեջ 12 սխալ է գրում։ Պապա։ Վեճ, ու էլ ոչ մի խոսք։ Ու լավ է շինասիկ։ Մտքովդ չանցնի, ոչ դու, ոչ իմ դատարկագլուխ թոռը, մի բան ասեք այդ երեխուն, հետս գործ կունենաք, հասկացաք։ Ոյ պապա, այ։ Տես լավ չի, որդեգրի այդ լակոտին թող մեր հետ ապրի։ Ոնց կարելի է
Ինչ-որ օտար մարդու պատճառով հարազատ թորանը այսօր է դնել։ Այ պապա։ Հորենս։ Սա ամեն ինչ նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Ես հո տեսնում եմ, որ մի բան այն չի։ Լասատանամով եմ սիրուն քուրիկին նեղացրել։ Ուզում ես իմանաս ով է ինձ նեղացրել։ Դե եթե հարցնում եմ, ուրեմն ուզում եմ սա։ Դու։ Ավելի կոնկրետ դու պապան։ Կատակ ես անում։ Ես լուրջ եմ խոսում, Տարոն։ Բայց մենք քեզ ինչ ենք արել, որ նեղացել ես Սարա։ Ինչ պիտի անեք։ Անընդհատ վիճում եք։ Հոգնել եմ արդեն ձեր այդ վեճերից։ Դե լավ, Սար, երբ ենք մենք իրար տեսնում, որ մի հատ էլ վիճենք։ Երբ տեսնում եք։ Մեկը հենց այսօր։ Ու հերիք չի վիճում եք, ինձ էլ եք արդեն այդ ամենի մեջ խառնում։ Քեզ։ Հա, հենց ինձ։ Բայց քեզ ով է բան ասել, որ Էլ մի հա, ես լավ էլ լսեցի, որ դուք վիճում եք ու վերջում էլ իմ անունը տվեցիք։ լավ էլի Սար, հո դու գիշ չես։ Ես էլ ասում եմ ինչ է ասում։ Էլ մի հա, ոնց որ այդպես չի։ Ինչ սխալ եմ ասում։ Դե ասա տեսնեմ ինչ էր եղել, ինչի համար էիք վիճում։ Սար, պապան ասես չես էլ ուզում բարձրանաս վերև, ասացի եթե Սարայի պատրաստվել է երկար չտևեր, չէի էլ բարձրանալու։ Վերջ, այդքան բան։ Հա բա։ Տարոն, ես ուղղակի չեմ հասկանում, ինչի ես պապայի հետ այդքան կոպիտ խոսում։ Իրանից ավելի հարազատ ում ունես։ Քեզ ունեմ, քեզ։ Մենակ խոսում ես էլի։ Դու չգիտես էլ ինձ ինչքան դժվար է։ Ինչի, ինչն է դժվար։ Դե դուք ինձ համար ամենահարազատ մարդիկ եք։ Ու ես ուզում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ լինի։ Ուզում եմ, որ ինչպես բոլոր ընտանիքներ, մեր ընտանիքում էլ ամեն ինչ հաշտ ու համերաշխ լինի։ Դե հա, իմ ցանկություններն ու քո ցանկությունները ահա որ տարբերվում են իրարից։ Տարոն, եթե դուք ինձ իսկապես սիրում եք, գոնե իմ խաթր լավ կլինեք իրար հետ։ Սար, ես քեզ ահա որ շատ եմ սիրում, բայց խնդրում եմ։ Նենց բաներ մի ասա, որոնք որ ես չեմ կարող անել։ Բայց ինչի։ Չեմ հասկանում, դժվար է նորմալ հայր ու որդի լինելը։ Աչքիս այսօր անձրև է գալու։ Պարզ է, թեման ոնց որ միշտ փոխում ես։ Բարև, կներես, շանալ չեմ սիրում, ուղղակի այսօր էսպես ստացվեց։ Ոչինչ, պատահում է։ Սուրճ կխմես։ Սուրճ։ Ինչ որ մեկին ես փնտրում։ Իմ ամենօրվա սուրճապահովողին։ Կապիտան Նորիկյանին։ Հենց սուրճի անուն եմ լսում, ակամայից իրան եմ հիշում։ Պարոն փոխգնդապետ։ Մի րոպե չեղավ։ Մենք հիմա ոչ զորամասում ենք, ոչ էլ ծառայության մեջ ենք։ Նենց որ ուղակի մհեր։ Լավ։ Նարէ։ Շատ հաճելի է։ Նարե ջան, սուրճի հետ ինչ որ բան կուզես։ Դու հիմա փորձում ես իմ թաքնված էությունը բացահայտել։ Ինչի դու թաքցնելու բան ունես։ Ունեմ, բայց ոչ մեկին չասես։ Հատկապես Նորիկյանին։ Լավ։ Իրականում ես ուղղակի պաշտում եմ շոկոլադե տորտ, շոկոլադե միջուկով ու ընդհանրապես ամբողջությամբ շոկոլադապատ։ Հասկացա, բայց ինձ համար մութ մնաց, թե ինչի Նորիկյանին չասեմ։ Որովհետև վախենում եմ, որ սուրճի հետ ամեն օր դրանից էլ բերի։ Իսկ ես չեմ ուզում մի քանի կիլո ավելանալ։ Ինձ թվում է դա քեզ չի սպառնում։ Շատ լավ տեսքում ես։ Շնորհակալ եմ։ Իրականում Արփին շատ լավ է վարում Տարոն։ Մենք իրար հետ ուր ասես որ չենք գնացել ու ինքը միակ վարորդն է, ում կողք ես ինձ հանգիստ ու ապահով եմ զգում։ Բարև, հրդ ըմերս, ուշանալ չեմ սիրում, ուղղակի այսօր էս ստացվեց։ Ահա,
Հա, Տարոն ջան, իմ երեխան իրականում շատ կարգապահ ու ուշադիր է, թե ինչի սենց վախացրեց այս անգամ։ Ոչինչ։ Կարևորը որ հիմա ընկերուհիս լավ է, իսկ մի քանի օրից ավելի լավ կլինի։ Տարոն ջան, չես խոսում, մտքերով ես։ Չէ, Տիկին Նազի ջան, ուղղակի Արփի մասին եմ մտածում։ Արփի մասին։ Դե հա, Տիկին Նազի ջան, մտածում եմ, որ Արփի կողքին նույնպես նորմալ տղամարդ է պետք, որ երեկվա այդ փորձանքի պես նման բաներ չլինի էլ։ Համել որ Արփին իմ նշանածը լիներ, այդ փորձանքը հաստատ չէր լինի։ Ճիշտ ես, Տարոն ջան, շատ ճիշտ ես։ Կինը ուժեղ տղամարդու կողքին իրեն ապահով ազգում։ Աչքի հետնես մի կախի։ Ցանկացած խելացի կին կփաստի, որ Տարոնը կնոջ համար ուղղակի խոշոր շահում է։ Շատ շնորհակալ եմ, որ իմ մասին տենց բարձր կարծիք ունեք, Տիկին Նազի ջան։ Դու գիտես, Տարոն, ես միշտ ասել եմ, դու շատ խելացի, զուսպ, ինքնուրույն, հմայիչ, հումորով տղա ես։ Իդեպ, քեզ մի գաղտնիք բացեմ։ Գիտես չէ, իմ ընկերուհիները, ովքեր որ ամուսնացնելու տարիքի աղջիկ ունեն, բոլորը թաքուն քոպես փեսայի մասն են երազում։ Իրոք։ Ես ուտես թեմաներով կատակ կանեմ։ Չգիտեի, ամենայն դեպս հաճելի է։ Արփին չեղավ։ Ուզում եմ իմ սենյակ գնամ։ Ինչի։ Լավ չես զգում քեզ։ Հա, ուզում եմ մի քիչ պարկեմ։ Դե ուրեմն ես քեզ հետ կգամ։ Համել մի քիչ կբանվազենք։ Պակա Տարոն։ Պակա Արփի ջան, երեկոյան կաշխատեմ գործերը շուտ վերջացնեմ, որ նորից գամ քեզ տեսության։ Ապրես շատ, բայց կարիք չկա։ Դու հանգիստ քո գործերով եղի։ Պակա։ Դու ես գնում, Տարոն ջան։ Հա, Տիկին Նազի ջան, գործեր ունեմ, գնամ հասցնեմ աշխատանքին։ Լավ, քեզ չեմ ստիպում, որ մնաս, բայց երեկոյան քեզ սպասում եմ, այնպես որ հանկարծ ինձ երկար սպասեցնել չտաս, արի ճանապարհը։ Ալեկ, լավ մտածի, շատ կարևոր է, որ դու հիշես այդ օրվա իրադարձությունները դետալ առ դետալ։ Պարոն Քեմիչես, ինչ գիտեի այդ դեպքի հետ կապված ձեզ ասեցի։ Լավ, իսկ այն ինչ-որ մեկը, որ քեզ սպառնում է, սպառնացել է։ Մի րոպե Արփի, սրա հետ կվերջացնեմ կգնանք։ Ես չեմ ուզում երեկվանը կրկնվի, խնդրում եմ։ Արփի, ես քեզ երեկ էլ ասեցի, ես քեզ սրա հետ ոչ մի տեղ չեմ թողնի գնաս։ Ես էլ ասեցի։ Ես եմ որոշում ուր գնամ ու ում հետ։ Իսկ հետևանքների մասին չես մտածում։ Էդ ում ես սպառնում։ Ալեկ, խնդրում եմ, մի շարունակի։ Նորից եմ կրկնում, Արփի, թույլ չեմ տալու սրա հետ գնաս։ Չէ, չկա տենց մեկը։ Իսկ ինչ-որ միջադեպեր եղել են, վիճաբանություններ, թեկուզ աննշան թվացող։ Դու երևի ինչ չես ճանաչում, ու չգիտես թե ինչ կարող լինի քո հետ։ Ճիշտ ես, ես քեզ չեմ ճանաչում, բայց վստահ եղի, որ ճանաչել ոչ մի բան չէր փոխվելու դրանից։ Ականջից ուզում եմ ողանես, որ Արփից հեռու մնաս։ Արփին իմն է։ Լուրջ ես ասում։ Դա որ քոննա ինչ ես անում հիմա այստեղ։ Ուզում եմ ուղեղդ մտցնես այդքանը, ուրիշ ոչ մի բան։ Ախպեր, դժվար է իմ ուղեղը մտնում այդ իմացի։ Ոչինչ, այդ փորձն էլ ունենք։ Քեզ հեսա նորմալ ամեն ինչ կբացատրենք, կհասկանաս, որը որից հետո է։ Ես հիմա գնում եմ, շատ կարևոր հանդիպման եմ, Արփին պետք է տեսնեմ։ Տղերք, դուք էլ բացատրեք, մեր ախպերը հասկանա, որը որից հետո է, ինչ պետք է անի, ոնց պետք է լինի։ Չէ, պարոն Քեմիչ, նման իրադարձություններ չեն եղել։ Ու առհասարակ ես մտածում եմ, որ ես վթարը իմ անձի հետ կապ չունի։ Ալեկ, եթե թաքցնում ես ինչ-որ բան,
Հիմա իսկական ժամանակն է որ խոսես այդ մասին։ Պարոն Քնիջ, ես արդեն ասեցի, այն ինչ կապված այս վթարի հետ, այն ինչ գիտեմ, ձեզ ասել եմ, ավել բան չունեմ ասելու։ Լավ, եթե այդպես է կարող ես գնալ, բայց ինչ որ բան հիշելու դեպքում անպայման կապնվի ինձ հետ։ Շատ լավ։ Լռությունն է կարող վտանգավոր լինի, ոչինչ մի թաքցրա ինձանից։ Շատ լավ չեմ թաքցնի, կարող եմ գնալ։ Հա, կարող ես։ Հաջողություն։ Սար, քո նման չես։ Դու այսօրվա մեջ երկրորդ մարդն ես, ով ինձ այնպես ասում։ Ու այդ մարդուն էլ ես նույն պատասխանը տվել։ Ինչ է այդ կատարվում։ Արբ դու ես վթարի ենթարկվել, իմ հետ ես թերապիա անցկացնում։ Հիմա չես ասելու ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ուղղակի սիրահարվել եմ։ Երազանքների գիրկն եմ ընկել։ Հասկացա։ Այսօր հանդիպելու եք։ Հանդիպելու էինք, բայց չստացվեց։ Զանգեց ասեց գործեր ունեմ, վաղը պիտի հանդիպենք։ Հիմա երևի խանդը ուտում է, չէ՞ քեզ։ Դե մի քիչ։ Վայ Սարա, վայ արփի։ Ու ես հիմա վաղվա օրով եմ ապրում։ Սպասում եմ երբ հագալու այդ պահը, երբ նորից միասին կլինենք։ Դու ինձ չես հասկան արփի, մինչև չսիրահարվես։ Չէ, չես հավատա, բայց արդեն քիչ-քիչ սկսում եմ քեզ հասկանալ։ Հարցեր չտաս, ոչ մի բան չեմ ասելու, ոչ մի բան։ Լավ, բան չեմ ասում։ Այնքան, որ մենակ տելևիզորով ես տեսել։ Դասն ինչքան է։ Շատ։ Ես վեկալ։ Գնատում, ես էլ գնամ հեռուստացույցով այսքան փող նայեմ։ Վա, տես արա, ինչ ես անում։ Խառն ես դու։ Հոշմանելու ես, լսում ես։ Ես քեզ խոսք եմ տալի, արա։ Արա եթե պարզվի դու ես, հանը ձեռիցը շես պրծնելու։ Պաստորեն Սահակյանի ժամանակը ունես, բայց իմ ժամանակը ընդհանրապես չկա։ Նազիկ, եթե չես նկատել, այս 10 րոպե է իրար հետ խոսում ենք, ավելի ճիշտ 10 րոպե է դու խոսում ես, ես լսում եմ քեզ։ Լովս դե լավ տնսվի հուսահատվի։ Այս անգամ չստացվեց, մյուսը կստացվի հաստատ։ Դու էլ լավ գիտես, որ այս վերականգնողական փուլը մի քիչ բարդ ու երկար է։ Խոսքը այդ բարդությունների մասին չի, այլ նրա մասին, որ ոչ մի տիպի այդ առաջընթացը չկա։ Իսկ քո ապեր ինչից է մահացել։ Իմ ապերը գնացել է բանակ, որ մեզ պաշտպանի։ Իրան կրակել են։ Հա։ Դու ես էդի կազմակերպել, չէ՞։ Ես շատ բան եմ կազմակերպել։
Նայած դու ինչի հետ ես։ Ավտովթարի ես կապ չունեմ։ Դե բարձ է հիմա քանի ապացույց չունենք ինչ ուզես կարաս խոսես։